մենք շահառուներին ենք առանձնացրել, այսինքն եթե նույնիսկ օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում ստացել է վարորդական վկայական, այսինքն վարորդական վկայականը տվել է Հայաստանի Հանրապետությունը, եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կայացված վարչական ակտի հիման վրա զրկվել է վարելու իրավունքից, այդ դեպքում նա եւս կարող է օգտվել վարելու իրավունքից, բայց այդ պայմաններից որևէ մեկի չբավարարելը արդեն կբացառի այս հնարավորությունից օգտվել, այսինքն մենք չենք կարող այլ երկրում տրված վարորդական վկայականի նկատմամբ սահմանել փորձաշրջան կամ վերականգնել այդ վարելու իրավունքը եւ հակառակը չեն կարող այլ երկրի կայացրած վարչական ակտի կամ դատական ակտի հիման վրա զրկված անձի վարելու իրավունքը վերականգնել։ Ես վիճակագրություն ասեմ, այլ պետությունների իրավասու մարմինների եւ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից զրկվածների հանրագումարային թիվը մոտ 1100։ Այո, կարող են դիմել ցանկացած հաշվառման քննական ստորաբաժանում, այստեղ կա մի նրբություն, որ եթե անձինք հետ են վերցնելու իրենց արդեն իսկ գոյություն ունեցող եւ ժամկետի մեջ գտնվող վարորդական վկայականը, ապա ուղղակի պետք է դիմեն տվյալ ստորաբաժանում, որտեղ գտնվում է իրենց վարորդական վկայականը, դա մեծ հավանականությամբ իրենց հաշվառման վայրի հաշվառման քննական ստորաբաժանումն է, որովհետև զրկելուց հետո վարորդական վկայականները վերադարձվում են այնտեղ։ Եթե ստանալու են նոր վարորդական վկայական, այսինքն վճարելու են 12000 կամ 6000 տուր եւ ստանալու են նոր վարորդական վկայական, ապա կարող են ազատ են եւ կարող են դիմել ցանկացած հաշվառման քննական։ Ես առիթից օգտվեմ մի բան հիշեցնեմ մեր հանրությանը, ժամանակին այդպիսի ակտեր եւ սահմանափակում կարայո։ Ըստ հաշվառման քննական ստորաբաժանումը ենթադրենք օրինակ բնակության վայրի ստորաբաժանում կարելի է դիմել։ Իմ ասած այս մեծ փոփոխությունների շրջանակներում նաև դա ենք փոխել եւ այս առումով անձը ազատ է։ Եթե իհարկե պարոն Շիլինգյանի ասած ֆիզիկապես պլաստիկը վերցնելու խնդիր ինքը չունի, ցանկացած ստորաբաժանում խնդիրը կարելի է լուծել։